անդրադառնանք երկու օրից ավականու նիստն է լինելու, քաղաքապետ պետք է ընտրվի, դեռ հայտնի չի քաղաքացիական պայմանագիրը Սարիկ Մինասյանն առաջադրելու է, թե ոչ, ինչ եք որոշել։ Խմբակցությունը դրա մասին հայտարարություն կանի իր ժամանակին, կարծում եմ պետք է սպասել։ Ինչի շուրջ եք մտածում, ինչն եք ծանրութեթևանում։ Ծանրութեթևանելու մեծ հաշվով շատ բան չկա, բայց խմբակցությունը պետք է այդ որոշումը կայացնի, խմբակցությունը կձևավորվի իր նիստը կունենա խմբակցության ֆորմատով, որոշումը կկայացնի եւ դրա մասին հայտարարություն կանի անպայման իր ժամանակին։ Չէ, դիմադիրների հետ ինչ բանակցում։ Որ 14-եք եւս 3-ին իրանք իրար հետ շատ լավ բանակցում են։ Թող իրանք իրար հետ բանակցեն, այդպես այդ ներդաշնակ, սեր Այսինքն համակերպելից, որ Վարդան Ղուկասյանը դառնալու է Գյումրու քաղաքապետ, իշխանությունները համակերպվել են այդ հասկանում։ Մենք համակերպվել ենք այն մտքի հետ, որ համամասնական համակարգի ներդրումից հետո Գյումրու դիմադրություններում քաղաքացիական պայմանագիրը երբևէ ամենաշատ ձայն հավաքած քաղաքական կուսակցությունն է։ Այդ մտքի հետ համակերպվել ենք։ Մնացածը արդեն ինչպես կդասավորվի, էլի մեծ հաշվով։ 3 մանդատ է պակասում, դա ենք ասում, հնարավոր է, որ համագործակցեք ընդդիմադիրներից որևէ մեկի հետ եւ այդ 3-ին ընդդիմադիրներից ում հետ համագործակցենք, իրանք իրար հետ շատ սերտ, շատ լավ համագործակցում են ու այդ համագործակցության սերուցքն էլ Վարդան Ղուկասյանն է, այնպես որ մեծ հաշվով այդպիսի սերուցք տվող ուժերի հետ համագործակցություն։ Բայց իշխանությունը ում է բռնում։ Իշխանությունը որ իշխանությունը նկատի ունեք։ Քաղաքական իշխանությունը մեծ հաշվով երբեք ոչ մեկի չի բռնում, բայց ինչ վերաբերում է ձեր նշած անձնավորությանը, ինքը քաղաքական պայքարի մեջ մտել է հենց իր հայտարարության համաձայն այն բանի համար, որովհետև իր նկատմամբ միջև իր քաղաքական մի վարքյան չէ, խնդրում, մի վարքյան։ Նարեկ ջան, կթողես ավարտեմ։ Վարդան Ղուկասյանը միջև մտնել է, հայտարարեց, եկան իմ հետևից, ուզում են իմ գույքերը տանեն։ Որտեվ մանիպուլացնում եք։ Չէ, մանիպուլացնում եք, ասում եք Վանաձորի սցենար, ասում եք ես, ասում եք են։ Ես ասում եմ հարգելի գործընկերներ, սիրելի լրագրողներ։ Հիմա եթե մի անգամ է պետք է ընդհատեք, հիմա ընդհատեք, որ հետո ամբողջական միտք ասեմ, ընդհատելու եք։ Դե կթողեք միտքս ավարտեմ նոր, եթե կարելի է, շատ լավ։ Վարդան Ղուկասյանը ինքը իր բերանով հայտարարել է, որ ինքը քաղաքական process-ների մեջ է մտել այն պատճառով, որ իր նկատմամբ հարուցվել են քրեական գործեր ու իր նկատմամբ հարուցվել են նաև ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործեր։ Այսինքն պատճառը հետևանքային կապը հետևյալն է. հարուցվել են գործեր քաղաքականությամբ չզբաղվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Ինքը մտել է քաղաքականություն, որպեսզի իր արևին տենց պաշտպանվի դրանից։ Հիմա կպաշտպանվի, չի պաշտպանվի, այդ հարցը դատաիրավական համակարգինն է իմը չի։ Ես այդ համակարգի վրա ազդեցություն ունեմ միայն որպես օրենսդիր։ Հավարտեցիք։ Հիմա մարդիկ Վանաձորի դեպքեր են տեսել, Ալավերդի։ Ինչ են տեսել Վանաձորի դեպքերում։ Քաղաքապետի։ Ով է ընտրված քաղաքապետը Վանաձորում։ Վանաձորում։ Ոնց է ընտրվել։ Երբ է ընտրվել։ Ում է ընտրել ժողովուրդը։ Ոնց է ընտրել։ Բայց մա Սարիկ Մինասյանին ընտրել է։ Ոչ չի։ Սարիկ Մինասյանը ավելի շատ ձայն է ստացել, քան Մամիկոն Ասլանյանը։ Ոնց եղավ, որ Մամիկոն Ասլանյանը ընտրված համայնքապետ է, Սարիկ Մինասյանը։ Դուք ուրիշ բան Մամիկոն եք։ Ասլանյանը մեծամասնություն է ստացել, 51% ստացել։ Չէ, բա միացել են, այդ քվեարկությունը եղել է։ Ով տապալեց ժողովուրդ չեն կներ, իվարկե մենք ինչ-որ բան ենք տապալել։ Ով է տապալել, ինչով։ Ով կալանավորեց, ես կալանավորեցի ինչ-որ բան։ Հիմա կներեք, ես հիմա հայտարարություն անեմ, ցանկացած մեկը Հայաստանի Հանրապետությունում ինձնից սկսած, ով օրենք է խախտելու հանցագործությունները կալանավորվելու անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցնում կամ հավակնում է զբաղեցնում։ Այսինքն, պարոն Ալեքսանդր, դուք չեք բացառում, որ կարող է ընտրվելուց հետո Վարդան Ղուկասյանի դեմ քրեական գործեր լինի։ Դուք չեք անի, բայց դա իրավական։ Վարդան Ղուկասյանը քաղաքական process-ների մեջ մտել է այն պատճառով իր խոսքերից ելնելով, որ իր նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Հիմա եթե պատճառ-հետևանքային կապը 20 անգամ էլ փորձեք շուրջ տալ հակառակը ներկայացնել, դրանից իրականությունը չի փոխվի։ Տեսեք, հիմա մեղադրում են, ասում են, ես չի էս իշխանությունը, թողել է ենթադրյալ կոռուպցիոներները մասնակցում են ընտրությունների, պատասխանատվություն չեն ենթարկում 7 տարի ընտրություններ են հաղթում, քաղաքական դաշտը չեն առողջացրել, Ով է ասում քաղաքական դաշտը չեն առողջացրել, օրինակ այդ քաղաքական դաշտը առողջացնելը ոնց են Շատ ուժեղ նաև ովքեր արտաքին քաղաքական այդ ուղղությամբ ձեր իշխանությանը բանը Ես լավ չեմ պատկերացնում, թե ինչ է նշանակում քաղաքական դաշտը առողջացնել։
քաղաքական դաշտը այնպեսին է, ինչպեսին է որ կա, ու դրա հետ իշխանությունը մեծ հաշվով ոչ Ձեր ձեռնտու։ Ոչ, ինչով է ձեռնտու, որ Վարդան Ղուկասյանը Գյումրու քաղաքապետը դառնաց ձեռնտու։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը դուք չեք լսի, ասում է մենք այնքան ենք ուրախանում, որ Քոչարյանը խոսում է, մեր ռեյտինգը տալիս է։ Դե հիմա այդել Ռոբերտ Քոչարյանի մասին է շատ բան ասում, ոչ թե մեր, բայց դրա մասին չի խոսքը։ Դուք դրա համար չեք այդ մարդը։ Չէ, Նարեկ ջան, կներեք, հիմա եկեք ճիշտ հասկանանք։ Ուրեմն դուք մեր այս խոսակցությունը սկսեցիք հետեւյալ մեղադրանքով։ Պատրաստվում եք արդյոք քաղաքական հրահանգով ձերբակալել ձեր քաղաքական օպոնենտին։ Ես այդ հարցին պատասխանեցի, հաջորդ հարցը, որ դուք ինձ տվեցիք, այնա, բա դուք ձեզ մեղավոր չեք համարում, որ այդ մարդիկ ձերբակալված չէ։ Հիմա այս երկու լարի վրա իհարկե ինչ կուզեք կհարցնեք, ես ընդհանրապես ես չեմ քննադատում, ասում եմ, սա իրականում մեր քաղաքական դաշտի պատկերն է նայ։ Հենց նույն քաղաքական ուժերը մեզ մեղադրում են նրա մեջ, որ այսինքն մի մասը ուժերի մեղադրում է նրա մեջ, որ Վարդան Ղուկասյանը դեռ ազատության մեջ է, մյուս մասը մեղադրում է նրան, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կան քրեական գործեր հարուցված։ Իսկ իրականությունը այստեղ կատարելապես ուրիշ է ու լրիվ տարբեր են ամեն ինչ այդ երկու մեղադրանքներից է։ Իսկ իրականությունն այն է, որ ում նկատմամբ կա քրեական գործ, կա, ուրեմն դա իրավական համակարգը գտել է, որ պետքա լինի քրեական գործ։ Ում նկատմամբ դեռ չկա, ուրեմն գտել է, որ դեռ չպետքա լինի։ Ում նկատմամբ կլինի կալանքի որոշում, կլինի կալանքի որոշում։ Ում նկատմամբ կլինի երկրից բացակայելու արգելք, նրա նկատմամբ կլինի երկրից բացակայելու արգելք։ Ու դրա վրա ես ոչ մի ազդեցություն չունեմ, քաղաքական ուժը ոչ մի ազդեցություն չունի։ Դուք որ ասում եք քաղաքական ազդեցությունը, ուժը ազդեցություն չունի, եթե օրինակ զապիսներ, ձայնագրություններ չեն հրապարակվում, հիմա ինչպես օրինակ Փաշինյան, Վանեցյան, Սասուն Խաչատրյաններ, մարդիկ դեռ համոզված չեն, որ այդպիսի խոսակցություններ կուլիսներում տեղի չեն ունենում։ Դե շատ լավ, դա խնդիր է, ուրիշ խնդիր է, որը պետք է հասցեագրել։ Եթե կան մարդիկ, ովքեր համոզված չեն, կարծում ու հորդորում եմ լինել համոզված։ Պարոն Ալեքսանյան, բայց մենք փաստ օրինակ ունենք, որ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ Զանգովի արդարադատությանը վերջ է տրվելու, դուք ես իմ հարցը վերջացնեմ, որ պատասխանելու համար ժամանակ եք ուզում։ Ականատես եղանք, որ Փաշինյան, Վանեցյան, Սասուն Խաչատրյան, դե ասում է դատավոր հրաչի վրա ճնշում էին գործադրում դատավոր։ Դուք չեք լսել այդ ձայնը։ Չէ, ով էր գործադրում դատավոր հրաչի վրա ճնշում։ Նիկոլ Փաշինյանի, Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի համատեղ զրույցը։ Այսինքն 3 հոգով զրուցում էին, ճնշումը գործադրվում էր դատավոր հրաչի վրա, այդ ոնց էր տենց։ Դատավոր հրաչի այդ զրույցի մասնակից էր։ Չէ, բայց այդ ոնց էր իր վրա այդ զրույցում ճնշում գործադրվում։ Նաև մեկը կապ հաստատել նրա հետ եւ խոսեր։ Ով պետք է կապ հաստատեր։ Դեմա դետալներն են ես բացահայտեմ։ Հա, բացահայտեք, որտեղ բաներ եք ասում, պետք է դետալներն բացահայտեք։ Ես այդ ձայնագրությունը շատ լավ լսել եմ, բայց դուք այդ ձայնագրությունը լրիվ ուրիշ ձև եք ներկայացնում։ Ինչի մասին է։ Այ որ ինքներդ լսեք այդ ձայնագրությունը մի քանի անգամ վստահ եմ կհասկանաք։ Ուրիշ թեմա է հարցը։ Դուք ինչ հասկացաք այդ ձայնագրությունից, որ Ձեր ասածը չհասկացա։ Ձեր ասածը չհասկացա։ Ձեր ասածը միանշանակ չհասկացա։ Ձեր ասածը նորից եմ ասում, միանշանակ չհասկացա։ Միանշանակ ձեր եթե ապօրինություն եք տեսնում այնտեղ կարող եք դիմել դատախազություն։ Դե ասում եթե տեսնում եք կարող եք դիմել դատախազություն, բայց կարծեմ դրա հետ կապված գործ հարուցվել է ու դա դրա հետ կապված կա պատասխան։ Այսինքն այդ օրինական չօրինականի պատասխան տվողը ես չեմ ու գուցե նաև ի դժբախտություն ձեզ Հայաստանում բան է, այտենց օրինականության հաստատման վերջին ինստանցիան ես չեմ, որ այդ հաստատեն կան համապատասխան մարմիններ, վստահ եմ նրանք քննություն իրականացրել են եւ այնտեղ ապօրինությունը առնվազն չեն տեսել։ Արդարադատության տարեր չի տարբերվում։ Նորից եմ ասում, ձեր սկզբնական հարցին վերադառնալով կան համապատասխան մարմիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով։ Կան մարմիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով։ Դիմեք այդ մարմիններին եւ ստացեք այդ պատասխանը։ Պարոն Ալեքսանյան, ի վերջո, եթե Վարդան Ղուկասյանը ընտրվում է քաղաքապետ, Սարիկ Մինասյանը, դուք ինչպես եք համագործակցելու, որ իշահ ձեր մանդատները օգտագործեք Գյումրու զարգացման քաղաքապետի, դե քաղաքապետն է որոշումներ կայացնում։ Ինչ որոշում է կայացնում քաղաքապետը։ Քաղաքապետը մեծ հաշվով ոչ մի որոշում չի կայացնում, որոշումները կայացնում է ավականը։ Այո, բայց ամեն դեպքում համագործակցության խնդիր է առաջանում։ Ամենամեծ խմբակցությունը ինքը չի, որ պիտի համագործակցության եզրեր մանկ։ Ընդդիմադիրներն են մեծամասնություն։ Հիմա ընդդիմադիրների հետ համագործակցություն լինելու է։ Ասենք Մարտուն Գրիգորյանը ու Վարդան Ղուկասյանը
համատեղ մեծամասնությունը, չէ, համատեղ էլ մեծամասնություն չեն։ 3-ի հետ է խոսքը, 3-ի հետ համագործակցել, 3-4-ի կներեք, 4-ի։ Ովքեր են ասում եք մեծամասնություն։ Մարտուն Գրիգորյանը, Վարդան Ղուկասյանը, Ռուբեն Մխիթարյանը, միանալու հետ կապված, որ նշվում տակը քիչ էր մնում գրած լիներ, ճիշտ է կքվյարկեմ, բայց Ինչ։ այդ ոնց որ այդ տենց գրած ելներ, այլ հետագա համագործակցությունը կատարելապես տենց գրեթե բացառող տեքստ է գրել։ Հիմա իրանք իրար հետ կոալիցիա են կազմում, եթե կոալիցիոն հուշագիր չէ, կոալիցիա Եթե կոալիցիոն հուշագիր են ստորագրում, այո, դառնում են մեծամասնություն։ Այսինքն դուք տեսնում եք որ մանդատը տալով չի, ժողովուրդ ջան, ասում եմ մի անգամ քվյարկելու ենք, բայց ասում եմ հետագա պատասխանատվությունը չենք կրում։ Դուք կարծում եք որոշումները տորվետահարելու են, այսինքն Ես չգիտեմ ինչ են անելու, ես ասում եմ որ փաստացի ամենամեծ քաղաքական մարմինը այդ ավականում դա քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն է լինել։ Բայց միայնակ որոշումներ չի կարող։ Ոչ մեկ միայնակ որոշումներ չի կարող։ Հիմա այդ եմ հարցնում, համագործակցություն լինելու է։ Ես էլ ասում եմ այդ հարցը գնացեք Վարդան Ղուկասյանին տվեք, ասեք ինքը ում հետ է համագործակցություն փնտրելու։ Մենք իր այդ համագործակցություն չենք փնտրելու։ Այսինքն տապալվելու է աշխատանքները Գյումրիում։ Ով է ասում տապալվելու։ Բայց եթե ոչ մեկ հետ չի համագործակցելու, բայց ի՞նչ պլանում են, ինչ տապալելու։ Ժողովուրդ ջան, մենք ունենք նախընտրական ծրագիր, որի համար քվյարկել է 17000 մարդ։ Դա ավելի շատ է, քան քվյարկել են 1000-ից։ Դա ավելի շատ է, քան քվյարկել են Վարդան Ղուկասյանին եւ Մարտուն Գրիգորյանին միասին վերցրած, եւ դա համամասնական ընտրակարգի ներդրումից հետո որևէ կուսակցության ռեկորդային թվով ձայն է։ Ոչ մի կուսակցություն դրան մոտիկ ձայն ուղղակի երբևէ չի հավաքել։ հիմա դա։ Ու մենք շարժվել ենք մեր նախընտրական ծրագրի համաձայն։ Հիմա կուզեն մեր նախընտրական ծրագրի դրույթներին կողմ քվյարկել, թող կողմ քվյարկեն։ 16-ին անակնկալներ կլինեն, թե չէ։ Այդ անակնկալները չգիտեմ, տեղից անակնկալ են, էլի, հիմա ինձնից ինչ եք հարցնում, օրինակ Մարտուն Գրիգորյանից անակնկալները հարցրեք, ինքը այդ գծով ոնց որ արդեն բան է, այդպես խիստ պրոֆեսիոնալ է դարել, Վարդան Ղուկասյանին այդ իր միանալու բանը խիստ մեծ անակնկալ էր, sense մեծ kinder surprise էր, էլ Գյումրու համար։ Ձեր խմբակցությունը Մարտուն Գրիգորյանի վրա ճնշում է, օրինակ Հասմիկ Հակոբյանը հայտարարում որ չի նախանձում Մարտուն Գրիգորյանը, ինչ պետք է քվյարկի Դե բա ինչ ասի։ Չէ, բա ինչա, դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին։ Ես։ Չէ, դուք նախանձում եք, ես օրինակ մարդ եմ, ով Գյումրիում է եղել այս նախընտրական քարոզարշավի ընթացքում ու հայտարարել է այն մասին, որ այս երեք ուժերը մյուս միանալու են Վարդան Ղուկասյանին։ Մարտուն Գրիգորյանը դրանից հետո դուրս է եկել, ասել է, ես մի ծրագիր եմ բացահայտել, որ ԿՊ-ն փորձում է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանի։ Հետո ինքը գնացել է Վարդան Ղուկասյանի միջոցով քաղաքը տանելու։ Հիմա այդ արտահայտությունը անելուց հետո Վարդան Ղուկասյանին ձայներ տալը ապահովելուց հետո դուք նախանձում եք Մարտուն Գրիգորյանին, ես չեմ նախանձում, չգիտեմ, հիմա ճիշտ բան է ասել Տիկին Հակոբյանը։ Սխալ բան չի ասել առնվազն։ Պարոն Ալեքսանյան, Անտալիայում Հայաստանի Սահմանադրության առնչվող մի շարք հայտարարություններ եղան Բայրամովի կողմից, Քլիչի կողմից, օրինակ Սարդար Քլիչը հայտարարեց, որ Փաշինյանը խոսք է տվել, որ պետք է փոփոխությունները կատարի, բայց հետո մեկ այլ հարցազրույցում էլ նշեց դա Հայաստանի ժողովրդի եւ ինստիտուտների որոշելիքն է, այսինքն ադրբեջանական լրատվամիջոց հետ այլ բան է պնդում, հայկականի հետ այլ թեզ է առաջ տանում, այնուհանդերձ Երևանը Անկարային ինչ-որ հավաստիացումներ տվել է, թե ոչ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին հարցերը քննարկում են բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը վերաբերող հարցերը դրանք Հայաստանի Հանրապետության ներքին հարցեր են։ Հնարավոր է, որ գնա Հայաստան այդ զիջումներին, որ գինը լինի բանը սահմանադրական այդ փոփոխություններին, որ մենք սահմանադրական փոփոխությունների մասին խոսում էինք մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը, հարգելի պարոն Կիրակոսյան։ Դեռ պարզ չէր ինչ էր փոխվելու։ Իդեպ հիմա էլ դեռ պարզ չի թե ինչա փոխվել։ Չէ, բայց որոշակի բան կա, որոշակություն կա, ճիշտ է, օրինակ ասում են խաղաղությանը չվնասող սահմանադրություն։
տարածաշրջանային նշանակության Դասում սահմանադրություն։ 20 թվին առհասարակ երբ չկար օրինակ սկի պարզ չէ թե սահմանադրության համաձայն Հայաստանը գնալու է նախագահական հանրապետության մոդելի թե մնալու է պարլամենտար։ Հիմա է պարզ չի Հիմա պարզ է, որ պարլամենտական մոդելով է Սա մնալու։ դատավորների հարցի կապված չէր 20 թվին կորոնավիրուսը Չէ, դա ուրիշ է, ընդհանուր մեծ նոր սահմանադրության գաղափարը 20 թվից առաջին կար ու այդ թեմայով կարծեմ հանձնաժողովը ձևավորվել էր նույնիսկ մինչև պատերազմը ու այդ աշխատանքները տանում էր, այսինքն այդ բանը որ դա տենց ներկայացնել որպես զիջում բան, տենց ընդդիմության բան օրակարգ որպես այդպես։ Բայց հնարավոր է որ պայմանագիրը ստորագրվի, արագացված այդ փոփոխությունները ավեն, պարոն Ալեքսանյանը չէ կարծում։ Ես կարծում եմ պետքա հույս ունենա, որ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի, իսկ սահմանադրության փոփոխությունների ժամկետները որպես այդպեսին վարչապետը մի քանի անգամ ասաց, հիմա մտածում ենք 26 թվականի մասին, եթե չեմ սխալվում, սրա մասին հայտարարվել է, բայց էլի հստակություն որպես այդպեսին չկա։ Մեկ տարի արագացնում եք, հա, 27 էր առաջ ոնց որ ասում, 26։ Եթե չեմ սխալվում, 26-ի մասն է հիմա խոսքը գնում, բայց էլի էստեղ է ինչ-որ։ Իսկ առաջ ինչ է 27-ի։ Իսկ հա մի քիչ էլ անցնի արդեն 25-ում ինչ-որ Կարող է։ չեք Կարող է 24-ում փորձենք։ Տեմպերի արագացումը ինչով է պայմանավորված, պարոն Ալեքսանյան։ Չեմ կարող ասել, հանձնաժողովն է աշխատում, այս հարցերին ավելի մանրամասն կկարողանա հանձնաժողովը պատասխանել որպես բացառեցիք որ 25 թվին հնարավոր է Չեմ բացառում, որ վաղը հենց դա կարող է տեղի ունենալ։ Չեմ բացառում։